Մեկնարկում է նախընտրական քարոզարշավը վաղաշաբաթ խոշորացված համայնքում, հայրենիքը ևս մասնակցում է, ինչպես եք մեկնարկում, ինչպես եք գնահատում շանսերը, օրինակ ձեր թեկնածուն ասում է 100+1։ Մեր թեկնածուն ինչ ասում է, ճիշտ է ասում, ես էլ եմ շատ բարձր գնահատում մեր շանսերը, բայց դա եթե խոսենք ընդհանուր որպես թիմին քաջալերելու եւ ասելու համար, այո, բոլորս էլ պետք է ասենք, որ հաղթելու ենք, բայց մենք ունենք ավելի կարևոր նպատակ։ Իմ նպատակը վերջին առնվազն 5-6 տարին մեկն է՝ ազատվել այս իշխանություններից, ԿՊ-ին իշխանազրկել եւ սա այն քայլերից է, որը մենք պետք է անենք վաղարշաբաթում եւ ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին մենք փաստելու ենք, որ ԿՊ-ն չկարողացավ վաղարշաբաթում վերցնել իշխանությունը։ Սա ենթադրում է, որ անգամ եթե միանձնահատ չհաջողվի ձևավորել իշխանություն, կհամագործակցեք այլ ուժերի հետ։ Միանշանակ ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, դա մենք միշտ ենք ասել, բաց ենք համագործակցության համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույն ձայներ ստանանք, ու ես վստահ եմ մեր թիմի վրա, մեր աշխատանքի վրա, ու այդ ձայները անպայման վաղարշաբաթից մենք խնդրելու ենք եւ կարծում եմ ստանանք։ Պարոն Վանեցյան, ինչ կարևորություն ունեն վաղարշաբաթի ընտրությունները հայրենիք կուսակցության ձեր համար։ Վաղարշաբաթի ընտրությունները իհարկե շատ կարևոր իրադարձություն են հայրենիք կուսակցության համար, բայց վաղարշաբաթի ընտրությունները պետք է դիտարկել մի քիչ ավելի լայն սպեկտրով, որովհետեւ վերջի ժամանակահատվածում, երբ հարձակում է իրականացվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է ողջայության, մենք պետք է այդ տեսանկյունից նաև նայենք եւ հասկանանք եւ վաղարշաբաթին Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքը ասի, որ այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում։ Վանեցյան արդեն իսկ խոսում են, որ վարչական ռեսուրս է կիրառում իշխանությունը, ինչպես է պայքարել դրա դեմ։ Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով եւ ինչքան էլ իրանք վարչական ռեսուրս փորձեն կիրառեն, ես վստահ եմ, որ որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղարշաբաթում, ես կասեի ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշ ունի եւ բնակչության կողմից աջակցություն, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողելու հաղթանակի հասնել վաղարշաբաթում։ Այստեղ կարող են մի բան անել, կարող են գործի դնել իրավապահ համակարգը, սկսեն ապօրինի ձերբակալություններ, որը տեսնում ենք վերջին շրջանում եւս շատ ակտիվ կիրառվում է, բայց մենք վախենալու բան չունենք, որովհետեւ մենք որևէ բան չենք արել, մենք որևէ խախտումներ չենք արել ու վստահաբար մենք գնում ենք հաղթանակի, ինչքան ուզում են վարչական ռեսուրս կիրառել։ Վարդան Ղուկասյանի կալանավորումը ապօրինի եք համարում, ընդհանրապես տեղի ունեցող զարգացումները ինչ են։ Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը սենց տենենց ունի քաղաքական ենթատեքստ, անգամ եթե հետագայում պարզվի, որ նա կատարել է քրեական հանցագործություն, անգամ այդ պարագայում սենց տենենց Վարդան Ղուկասյանի կալանավորումը եւ հետապնդումը ունի քաղաքական ենթատեքստ, բայց հաշվի առնելով այն մեղադրանքը, որը ներկայացվել է իրավապահ մարմինների կողմից Վարդան Ղուկասյանին, այս պահին զերծ կմնամ կոնկրետ գնահատական տալուց, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, նոր դրանից հետո հստակ կխոսենք դրա մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ է լինում ընդդիմադիր ընտրված համայնքի ղեկավարների հետ, ովքեր ստանում են ժողովրդի քվեն։ Իշխանությունը կարծես թե չի հանդուրժում ընդդիմադիրներին, մտավախություն չկա, որ Էջմիածնում կկրկնվի նույն պատմությունը։ Եթե այդ մտավախություններով մենք առաջնորդվենք, պետք է որևէ բանով չզբաղվենք, պայքարը դադարեցնենք եւ սպասենք, տեսնենք, թե ինչ կանի ԿՊ-ն մեր երկրի հետ։ Որևէ մտավախություն չկա, ելի եմ ասում, մենք շատ ամուր ենք, շատ վստահ ենք մեր հաղթանակի մեջ ու ինչ ուզում է անի իշխանությունը, մեկը որևէ հաջողության չի հասնելու։ Շնորհակալություն։